Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահ պարոն Գագիկ Սարուխանյանի հետ։ Ողջունում եմ պարոն Սարուխանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Ժամանակ առ ժամանակ, երբ մենք հանդիպում ենք եւ հարցազրույց եմ ես վարում ձեզ հետ, տալիս եմ միևնույն հարցը։ Այս պահին այս ժամանակահատվածում որ խնդիրն է առավել անհանգստացնող մասնավորապես ձեզ եւ դուք կարծում եք որ անհանգստացնում է Հայաստանի բնակչությանը ինչու ոչ ամբողջ հայությանը Շնորհակալություն հարցի համար ճիշտ է մենք հաճախ ենք հանդիպում վերջերս ձեր տաղավարում գոնե առնվազն ամիսը մեկ անգամ հանդիպում ենք Եվ միշտ դուք հետաքրքիր հարցադրումներով զրույցը սկսում եք եւ հնարավորություն եք տալի լիարժեք այդ հարցերին պատասխանել։ Ինչն է այսօր անհանգստացնում մեզ։ Ստեղ գիտեք ինչ կա անհանգստություն առանձին վերծրած քաղաքական ուժի համար եւ կա անհանգստություն հայ ժողովրդի համար։ Եվ այդ հայ ժողովրդի իրական իղձերը արտահայտող Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպությանը, այսինքն հենց մենք ենք դա։ Ինչպես որ միշտ անհանգստացրել է մեզ, այդպես էլ այսօր նույն բանն է անհանգստացնում։ Բոլորիս։ Անխտիր որտեղ մենք բնակվում։ Մենք շարունակում ենք մնալ ռուսական կայսրության ստրուկը, վասալը եւ այս պետությունը, որ կոչվում է կարծես թե պետություն, իրական հնարավորություն չունի ինքնուրույն որոշի իր ճակատագիրը։ Այսինքն այն նարատիվները, որը գծվում են, նախագծվում են Կրեմլում կամ Լուբյանկայի 3-րդ հարգի որեցը սենյակում 603 կամ 6-րդ հարգի 603 սենյակում 3-ը 6-ի վրա մեկ մայորի կողմից անմիջապես այստեղ Հայաստանի բարձրագույն լիգայի այսպես ասած քաղաքական գործիչները իրականացնում են Եթե պետք է անգամ դրա համար ստեղծել արեստացին մի հակամարտություն Նիկոլ Փաշինյան վեհապահար Միայն թե հայ ժողովրդին իրական խնդիրներից հետ կայնացնեն որպեսզի հայ ժողովուրդը իրականապես խորքային ձևով չանդրադառնա այն խնդրին թե ինչ է կատարում այսօր մոլորակում եւ որտեղ է մեր տեղը Ինձ անհանգստացնում է որ Մենք այնուամենայնիվ այդպես էլ չանդրադարձանք քաղաքապաշտպանությանը։ Ինձ անհանգստացնում է այն, որ սաստկացող ռուս-չինական հակամարտությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Չեմ ասում ռուս-չինական, որովհետև երևացողը կարծես թե Ռուսաստանն է, բայց իրականում պատերազմը Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև է։ Եվ այսօր Ռուսաստանը որպես Չինաստանի վասալ երկիր, մենք էլ որպես Ռուսաստանի վասալ երկիր, արհեստականորեն դառնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների թշնամի։ Ինչով ենք թշնամի, մենք հայ ազգը ինքնին որպես թշնամի չէ։ Ուղղակի թեժանալով իրավիճակը, մենք չգիտենք այդ ինքնաթիռներով Գյումրի օդանավակայան Ռուսաստանի ինչ զորքեր բերեց Ինչ գաղտնի, ասենք, արհեստական երկրաշարժ առաջացնող զենքեր բերեց, կամ ինչ ստրատեգիկ, ասենք, բաներ բերեց, ասենք, հրթիռներ, ինչերա բերել։ Ոչ մեկը տեղյակ չէ։ Դուք ձեր վախերն եք հիմա ներկայացնում, ինչ կապ ունեն դրանք իրականության հետ։ Մտավախությունն է, ես ոչ մի բանից չեմ վախենում։ Լավ, մտավախությունը, մտավախությունը ազգիս համար, որ վաղը, եթե պատերազմը սկսվի, Ամերիկայի Միացյալ Նահանգները իրավունք ունի աշխարհում գտնվող ցանկացած կետում ռուսական բազաները ռմբակոծի։ Իրավունք ունի։ Իհարկե ունի։ Ինչպես նաև ասենք նույն ձև ասենք Ռուսաստանը իրավունք կունենա կամ Չինաստանը իրավունք կունենա աշխարհում որևէ տեղ ամերիկյան բազաներ տեղադրված լինեն եւ ռմբակոծեն։ Հիմա եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար վտանգավոր թվաց Հայաստանում տեղակայված այդ գաղտնի զենք, որ չգիտենք ինչ են բերել։ Բայց ամերիկացիք գիտեն, իրանց հատուկ ծառայությունները հստակ աշխատում են։ Ու խփեց Հայաստանին։ Ռուսաստրուկները կսկսեն գոռալ, «Էս չէր ձեր Ամերիկան»։
Բայց այդ մարդիկ ԱՌՍ-ում են, ծնգաչոք իրանք էին գալի, ոչ ու փուշ մի հատ Հայաստանի մար, իրանք էին գալի։ Ասում են այ հիմարներ, դուրս եկեք, արա եկեք, ես կպաշտպանեմ ձեզ։ Լավ, այդ ոչ ու փուչը եկեք հետ վերցնենք այդ խոսքը։ Ոչ ու փուչը, որտեղ դրա համար եմ ասում, ոչ ու փուչը։ Չէ։ Բոլոր իրանք փոքրիկ նկատի ունեք փոքրիկ Հայաստանը։ Ցանկացած քայլ, Պարոն Սալխանյան, նախկին իշխանը ոչ ու փուչ է։ Պարոն Սալխանյան, հա, իշխանություններին, բայց լավ։ Ինչ դուք եք այսօր վարչապետը։ Այս ամբողջ ինչ որ նկարագրեցիք, համարում ենք որ եթեով չէ, այլ որ ես ասացի ձեր մտավախությունները ինչ աղերս ունեն իրականության հետ, դուք ասում եք ունեն, ասենք թե ունեն, դուք վարչապետն եք։ A, B, C, առաջին, երկրորդ, երրորդ քայլերը ձեր։ Առաջի քայլը, ուրեմն անմիջապես գնում են բանակցությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարության հետ, որոնք մի քանի անգամ մեզ արդեն իսկ առաջարկել են լինել իրանց դաշնակիցը, դառնում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցը, գիտակցելով, որ այս պահին անհնար է ՆԱՏՕ-ի անդամ լինելը, անհնար է, ուղղակի դե կան պրոցեդուրաներ եւ ասենք համապատասխանություն Հայաստանի բանակը, ՆԱՏՕ-ը, բայց որպես դաշնակից կարող ես լինել։ Եվ հաստատ եմ ասում, այն տաուրասները կամ մյուս տիպի զենքերը, որոնցից այսօր Կրեմլը սարսափում է ուղղակի, եւ հստակ ձեզ ասեմ, հենց այդ տաուրասների փոխանցման պահով, երբ որ ուզում էր արդեն Ուկրաինային փոխանցել, քանի անգամ զանգ է արդեն Պուտին ընկերը Տրամպին, որ եկեք Բուդապեշտում հանդիպենք, Հունգարիայում հանդիպենք, ասում են գնա, երբ որ մենք կտեսնենք, որ դու ռեալ քայլ ես արել պատերազմը դադարեցնելու նոր կմտածենք հանդիպենք թե չէ, որովհետև այս 1 տարի է, երբ որ Տրամպ ասում էր Վալոջան լավ տղա է, որ սենց է, որ այո այդ տարածքները քեզ, Վալոջան էլ ոգևորվում էր, տես ինչ տղա եմ արա, դաժե իմ դեմ բան են անում, Պարծել է, ես հիշում եք, 1 տարի առաջ ասում եմ, որ սա խաղեր ընդամենը, եւ այդտեղ եղավ, որովհետեւ այս տարբերակով Տրամպը փորձում էր Պուտինին դուրս բերել չինական ճիրաններից եւ ասեց, ես արդեն վերջի 100-150 տարվա մեջ 5 անգամ Ռուսաստանին փրկել եմ կործանումից, Ամերիկայի Միացյալ Նահանգները կան փաստացի տվյալներ կան, թե ինչի, թե սովից, թե ամեն ինչից, երկրորդ համաշխարհայինում փրկել է 5 անգամ։ Այս անգամ էլ կփրկեմ, միայն թե արա այդ բռնատիրական ռեժիմի Չինաստանի հետ գործ չունես։ Չէ։ Այսինքն Պուտինը ապացուցեց, որ ինքը վերջնականապես Չինաստանի վասալն է եւ Տրամպի հորդորները անգամ Ուկրաինայից ինչ որ կտոր հողեր իրան թողել, պարագայում ինքը համաձայն չէ, վերջացած է Պուտինն էլ, Ռուսաստանն էլ։ Ռուսները շատ մարդիկ որ ասում են, չէ, նետու Պուտինը, նետու Ռոսիա, ճիշտ են գիտեք։ Ճիշտ են, որովհետև իրանց պետական համակարգը, իրանց կառուցվածքը պետության խանական է, այսինքն խանը մեռացիո բրծավ այդ պետությունը։ Բայց մենք խոսում ենք վարչապետի առաջին քայլի մասին։ Ես Հայաստանի վարչապետի։ Այո, որպեսզի մենք չհայտնվենք կիսատ պռատության շղթայում, մենք պետք է հստակ դիրքորոշվենք։ Օրինակ կան Սազանդարներ, ովքեր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը արդարացնում են, անունը ոնց են դրել, բալանսավորված քաղաքականություն, հետո են Շանխայյան բանի մեջ են մտնում, հետո մի հատ Եվրոպայում նետում, հետո նորից Շանխայ, արա ինչ բալանսավորված, պատերազմը տղա ջան։ Ստե կռիվա, դանակներով, կացիններով իրար են մորտում, դու կողնորոշվի, կամ ես կողմից ես, կամ քո վրա ստավկա պետք է անեն, չասма, ես էշի քուրակ եմ։ Ես էշի քուրակ եմ, այդ չի լինում այդել։ Լավ, կողմնորոշումը։ Ահա, կողմնորոշումը ես ասացի առաջի քայլը։ Միանգամից ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պայմանավորություն ձեռք բերելը, որոնք շատ մեծ հաճույքով դա կընդունեն, շատ մեծ հաճույքով, որովհետև իրանք տեսնում են, որ Հայաստանը պետք է փրկել, բայց ոչ այս իշխանության օրոք։ Այո, սա խաղում է արևմտամետ, այդ առումով իրան ընդունում են, բան են անում, ասում են դե լավ, ինչքան կարանանք բրթենք այս ազգին սրա միջոցով, բայց տենում են ոչ մի ռեալ քայլ, որպես արևմտամետ իշխանություն։ Ես կանեմ առաջի քայլը դա։ Երկրորդ քայլը, բոլոր կապերը ՕԴԿԲ-ի հետ դադարեցնել։ ՕԴԿԲ-ի հետ բոլոր կապերը։ Հապկն է։ Հապկը, այո, թեկուզ նաև ՕԴԿԲ-ի հետ էլ։
Շատ մարդիկ կան, որ հիմնավորում են, բա ինչ պետք է անեք տնտեսությունը, մեր տնտեսությունը 60-80%-ով կապված է բանի հետ, Ռուսաստանի հետ, այդքան կոտորվեն չի լինի։ Ես մի հատ պարզ օրինակ բերեմ։ Մինչև սովետական միությունը փլուզվել է, Արևմտյան Բերլինը ոչ թե 3 կամ 4 պետության սահմանակից էր, այլ 1 թշնամի դեմոկրատական Գերմանիայի հետ սահման ուներ։ 1 պետության է։ Եվ այդ արևմտյան Բերլինը 2.5-ից 3 միլիոն բնակչություն ուներ։ Ճիշտ է, տարածքով Հայաստանի չափ չէր, բայց բնակչությամբ անգամ այսօրվա Հայաստանից էլ մեծ էր։ Դուք գիտեք ոնց է Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ արևմտյան Բերլինը պահել։ Ինքնաթիռներով, դե մեկը անգամ սովետական միության նման այդ Վարշավյան պայմանագիրը համարձակվեր մի հատ ամերիկյան ինքնաթիռ կայնացներ օդի մեջ կամ թույլ չտար։ Երբ որ մենք հստակ կողմնորոշում կընդունենք ամերիկյան, իմացեք ամեն ինչն էլ տեղին կլինի։ Ամեն ինչը մենք ունենք բազմաթիվ օրինակներ։ Արևմտյան Բերլինը, Կոսովոն, որն ասեմ, այսինքն չկան Իսրայելը, խնդրեմ 350-400 միլիոն արաբական աշխարհի դեմ, Իսրայելը ոնց ուզում վարվում է, ոնց ուզում։ Սրանք են ռուսը չլի մենք մեռած ենք։ Ռուսներ մանում է իր թելը, իրան ձեռք է տալի, այսինքն Հայաստանի հետ կապված թուրքերի հետ, կոնկրետ մեր ողերին թշնամիների հետ, ցանկացած հարց ռուսների միջոցով է լուծվում։ Ռուս ասում է հայերի հետ գործ չունեք, եկեք ինձ ասեք ինչ է պետք։ Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ իր հարցերը Հայաստանի միջոցով չի լուծելու։ Այդպիսի խոսակցություններ էլ կան, որ Չէ, դա ավելնորդ, ուրեմն քծած թեզեր են, որ հայ ժողովրդին էլի պահեն վախի մեջ, էլի հան ամերիկան մեզի հանձնում է։ Մեր ինչ գիտեմ, Ռուսաստանը Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Չէ, ամերիկան հանձնելու է։ Ինչ տարբերություն կոմար քեզով, ասած կոպիտ օրինակ։ Չէ, դե հիշեցնում են, ասում են Թրամփի օրոք պատերազմ եղավ։ Թրամփը գնում էր, գնալուց առաջ էր, բայց Թրամփը Ինչ պատերազմ, 20 թվականի մասին է խոսքը, ոնց Թրամփի օրոք պատերազմ եղավ։ Ասեք խաղապահ կոչված ուժերը ռուսական էին, Թրամփի զորքերն էլ դե կայնած։ Թրամփը եկավ ասեց աղբեջաս, չեք ուզում մենք, որ ռուսները չնեղվեն, որ ամերիկացիք են։ Եկեք մի հատ անկապ ուժեր բերենք, սկանդինավիական, նորվեգացիների շվեդներ բերենք կայնացնենք։ Անգամ ինքը դրան գնաց, ասում չէ, մեր ռուսն է, այն ասում է, ես դուք, ես էլ ձեր ռուսը։ Ես էլ ձեր 100 մետրանոց ռուսական դրոշը։ Փաթաթեցին այդ ռուսական դրոշը համապատասխան տեղով ռադարեցին, համապատասխան։ Ռուսաստանը այն ստոր սրիկանա, ու մեր ազգի մի մասն էլ ապուշնա, որ հավատում է, որ ռուսական կայսրության ուժը չպատեց 30 ադրբեջանական էկոլոգների դեմն առնել։ Պատկերացնում եք, 150 միլիոնանոց Ռուսաստանը, որ իրան համարում էր երկրորդ կայսրությունը այս աշխարհի, երկրորդ կայսրությունը, որ Ուկրաինայի նման 40 միլիոնանոց պետության կեսը վարի է տվել արդեն հրթիռներով բաներով, վախեցավ ադրբեջանական 30 բնապահպաններից։ Պարոն Շախանյան, այդ բնապահպանները իրենց ներկայացուցիչներից մեկին այս վերջին ուղարկել էր եվրոպական կառույցներ, ինչ-որ բաներ։ Ոչ, Հայաստան էր։ Հայաստան էր եկել, նրանցից մեկը քաղաքասարակության, այսպես ներկայացուցիչների հավաքեր, հանդիպում էր Ադրբեջանի եւ Հայաստանի։ Ձեր աչքից վրիպել է երևի այդ նորությունը։ Ես լսել էի, ինձ թվաց եվրոպական որոշ կառույցներն է, ինչ-որ բաներ։ Հայաստան, Երևանում էր։ Ինչ է եղել։ Ինչ է։ Առաջին տաղիքն է։ Մարդը ասել է 300,000 ադրբեջանցի է գալուց։ Կես միլիոն գալու է։ Ու Ալիևն ասել է Ժիգուլիներով են գալու, թե մեքենաներով, տանկերով չեն գալու։ Ասել է, ու իրականացնում են։ Կգա այդ բնապահպանը մի հատ էլ ասենք պիկետ կդնի Բաղրամյան փողոցում, կասի բնապահպանության տեսանկյունից օդը կեղտոտ է։ Ես որպես բնապահպան նաև սիրում եմ Իրիվանը, Արևմտյան Ադրբեջանի այս քաղաքը ինչ է կոտը կեղտոտում։ Այսպիսով 3 կետ, որի խնդրեցի, դուք առաջի կետը ասացիք, կարծես ռուսական ամերիկյան կառավարության այդ բանակցությունները կազմակերպություններից դուրս գալ,
երկրորդը կողմնորոշվել, կողմնորոշման դեպքում էլ դեպի Միացյալ Նահանգներ գնալ, այդ երեքն էին, թե էլի ինչ-որ քայլ։ Էլի քայլ։ Բայց իհարկե շատ քայլեր կա։ Ես գիտակցում եմ պարբերաբար, երբ որ մենք, գիտեք, մի բան եմ նկատել, հանկարծ թող մեր դիտորդներն էլ չկարծեն ինչ-որ մեծապոռ եմ կամ բան։ Ես նկատել եմ, ինչքան ձեզ հետ հաղորդում են վարում, այդ հաղորդումից հետո մեկ էլ սնկի նման սկսում են նույն նարատիվները, ինչ որ ես խոսում եմ, սկսում են կրկնել։ Ոմանք կրկնում են նույն ձև, ոմանք կրկնում են համապատասխանեցնելով իրանց գաղափարախոսության կամ իրանց տերերին հանձնարարական կատարելով, խեղաթյուրելով։ Այ մարդը, ես ձեզ ասում եմ, սա նոր բան չի, միշտ էլ ժամանակներին եղել է։ Հաջորդ քայլը հետևյալն է, ազգային կառավարություն, անցումային ժամանակավոր կառավարություն ստեղծելը, անցումային, եւ թող ոչ մեկ կոնկրետ ժամկետ չդնի 6 ամսով, մի տարով, ոչ, որովհետեւ մենք պատերազմային վիճակի մեջ ենք, մենք պատերազմ ու ոչ մեկ չգիտի 6 ամսում թե 2 տարում կհաջողվի մեզ համապատասխանացնել թե սահմանադրությունը իրական ժողովրդավարության սկզբունքներին, թե ընտրական օրենսգիրքը, թե կուսակցությունների մասին օրենսգիրքը, հա, երբ կհաջողվի, եւ ինչը ոչ ավելի պակաս կարևոր է, նաեւ մեր ազգաբնակչությանը, մեր ժողովրդին պատրաստել այդ նոր օրենքներին համահունչ մոտեցումներին, որովհետեւ դուք շատ գեղեցիկ բան կարող եք գրել, շատ իդեալական, բայց այդ մարդը էլի գնա իր 5000-ները վերցնի։ Երկուս Երրորդ քայլը, որը ոչ, այսինքն սա ոչ թե երրորդ, այլ զուգահեռ պետք է կատարվի։ Համատարած լուստրացիա։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հարձակվելով եկեղեցու վրա, այսպես շատերը ասում են հարձակում, հա։ Ըստ էության ճիշտն ասած մի պահ ինձ թվաց, որ լավ բան է ուզում անի։ Ես լոյալ մարդ եմ, եթե անգամ իմ թշնամին ճիշտ բան անում, ասում եմ այս մի քայլը ճիշտ է։ Հեսա դրա մանրամասն դրան էլ կանադառնամ։ Որս ահա սկսել է լուստրացիան, սկսել է եկեղեցուն ներթափանցած KGB-ի գործակալների կամ օտար երկրի գործակալների մաքրազարդումը։ Փաստորեն ստացավ, որ չէ։ Իմ մտավախությունը, որ կար ժամանակին, որ չէ, սա միշտ էլ կիսատ նույն բանն անում, կիսատ պռատ։ Այսինքն Նիկոլի այս կիսատ պռատությունները միտված են մի բանի։ Երկրում ապակայունացնել իրավիճակը, ապակայունացնել, թշնամացնել մեկը մյուսի հանդեպ։ Հիմա տեսեք, երբ որ ես լսում եմ այն մարդկանց, ովքեր կարծես թե եկեղեցու կողմն են, չնայած մարդիկ են կողմի, մարդիկ ասում են, այ մենք եկեղեցու կողմը չենք, եկեղեցուն դեմ չենք, մենք եկեղեցի մեջի սրիկաների դեմ ենք, սենց ասենք։ Չէ, սրանք շարունակում են եկեղեցի, այսինքն օտար երկրի գործակալին նույնականացնում են հայ ազգի եկեղեցուից, նույնականացնում են, ասում վեհապարին բան ասեցիր, այսին սրբազանին բան ասեցիր, ուրեմն դու եկեղեցուն ես դեմ, այդ տրամաբանությամբ հիմա նայեք, շատերը կարող է կարծեն, ես Նիկոլի կողմնակից եմ, եթե Նիկոլին բան եք ասում, ուրեմն պետության դեմ եք, ոնց, եթե դուք կարծում եք, որ Նիկոլը դավաճան է, ասում եք Նիկոլն է դավաճան, չէ, մի ասեք, դուք պետության դեմ եք, ոնց թե, եթե դավաճանը նստել է, չասես որ դավաճան է, եթե վեհապարը գործակալ է օտար երկրի կամ ասենք կարկա լույս անելու ենթակա է կամ արդեն է եղել, չասես, չէ, եթե ասում ես, ուրեմն, ես ինչ, այսինքն հասարակությունը ինքան է բևեռած է, որ իրան հետարքիր չի լուսնի հակառակ կողմը, իրան պետք է այս թեզը ասին կետի ասում է, այս կողմից էլ նույնը, նույնն Նիկոլես կողմ, իրանց պետք է ասել, որ սա ասած, իրանք էդ են քշում։ Որներ է դրա իմաստը։ Ամբողջ իմաստը հետևյալի մեջ է։ Ինչպես որ Նիկոլ Փաշինյանը կիսատ պռատ արեց Սերժին մերժելը կամ նախկին իշխանությունների մերժելը եւ ավելին սրբագրեց իրանց անցյալը, ասեց դե կաշառակերությունը վաղեմության ժամկետ ունի, շո, Ռոբերտ Քոչարյանն ազատ է, մարդը պարզ ինքն էլ ասում, այո, կաշառքի մեջ ինձ մեղադրել են, բայց վաղեմության ժամկետով այդ փակել են գործը, վերջացավ, ուրեմն ազգին դավաճանելը,
վաղեմության ժամկետ չունի։ Այ ոնց որ ինքը հայկական երկաթգիծ է, ես Ռոբերտ Քոչարյանի մասին եմ ասում, անունը դնելով Հարավ Կովկասյան, դրանով իսկ նախապատրաստելով հողը Հայաստանի վերացման եւ հետագայում գուցե եւ հենց երկաթգծի անունով էլ կոչեն Հարավ Կովկասյան հանրապետություն։ Դա վաղեմության ժամկետ չունի։ Ինչպես որ Պետրոս Գետադարձը, դա էլ վաղեմության ժամկետ չունի, որ հանձնեց Գագիկ երկրորդին բյուզանդական կայսերին եւ այդպիսով վերջացրեց Հայաստանի ինքնիշխան պետություն դառնալու հնարավորությունը։ Դա է եկեղեցին։ Այսօրվա եկեղեցին դա է, որ Պետրոս Գետադարձին մինչ օրս որպես սուրբ է ճանաչում։ Դա է։ Եկեղեցու համար տարբերություն չկա։ Ինքը հոտի տերն է, լինի պարսկական տիրապետության տակ, ռուսական, թուրքական, թե որոշ Հարավ Կովկասյան հանրապետության տիրապետ, ինքը հոտի տերն է։ Եվ դրանց ուղեղները հենց այդ դրանով է դրդված։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը նման գործողություն արեց, ասի մեղա քեզ Տեր Աստված, գուցե այս տղայի մեջ ինչ-որ բան փոխվել է, գուցե սա ուզում է արդեն սկսի լուստրացիայի գործընթաց, բայց ոչ, ես կասեմ հետևյալը, ես չեմ տա այն մարդու անունը, ում միջոցով ես ուզում էի, ասենք նաև մասնակիցը լեի այդ պրոցեսին, սկզբնական անգամ ստացանք հավանություն եւ առաջարկ, որ այդ պատարակը ինչ-որ ձևով, որովհետև պատարակի միջոցով պետք է լուստրացիայի պրոցեսը սկսվեր։ Մեզ մերժեցին։ Մեզ ասեցին չէ։ Ահա, ասեցի, այսինքն այն ինչ-որ մենք մտածում ենք, որ սա իր երկերն է երկում, էլի նույնիսկ կիսատ պրատություն պետք է անի, որովհետև եթե մենք հայտնվեինք այդ պրոցեսի մեջ, կիսատ պրատություն չէր լինելու։ Անխնա բոլորին լուստրացիա ենք անելու, բոլորին։ Եվ հետո նորից մտածեցի, որ ախպետ ջան, ո՞նց հնարավոր է առանձին վերցրած Հայաստանի որևէ ոլորտում լուստրացիա արվի կամ անհնար է։ Սա, եթե լուստրացիա ուրեմն համապարփակ, ամբողջ Հայաստանով մեկ, լինի դա ոստիկանություն, ԱԾ, տեղական ինքնակառավարման մարմիններ, բարձրագույն կառավարություն, նախկինները, ներկաները, եկեղեցին, ամբողջությամբ պետք է մաքրել։ Եթե մարդուն դիագնոզ են անում, ասում են ռակ, քաղցկեղ, ու վերջ, այդ մարդուն քիմիա պետք է անես, եւ ամբողջ օրգանիզմից վերացնես այդ բացիլը, այդ կեղտը, ոչ թե վերցնես, ասենք, վզի մասից մի բան կտրես անես, ասես, շո, եսի պրծավ, բայց մնացած սաղ մետաստազներ սաղ ամբողջ մարմնով է։ Փաշինյանի նպատակը ո՞րն էր այս ամենը սկսելու։ Նորից եմ ասում, մուտիլովկա մտցնելը, հակամարտությունը սրացնելը, եւ իրական խնդիրներից, որ մարդիկ կողմնորոշեն, հիմա որ կողմն են, արևմուտքի, քաղաքակիրթ աշխարհի, թե բռնատիրական ռեժիմի, այսինքն դրա շուրջ չմտածեն։ Այսօր ես ձեզ ասում եմ, պատասխանատու ձևով հայտնում եմ, վաղը հենց մենք հայտնվեցինք իշխանության ղեկին, բոլորը անխտիր պատժվելու են, բոլորը, նրանք, ովքեր ակնհայտ են ծառայել ռուսական կայսրությանը կամ օտար երկրի, ակնհայտ հաստատ են պատժվելու, եւ նրանք, ովքեր տեսնելով այս խնդրը լռում են, եւ այս խնդիրները իրանց անձնական շահերի համար լռում են եւ անունը դնում են բալանսավորված քաղաքականություն։ Հիմա ես ցես մի բան ասեմ։ Մենք ապրում ենք մի միջանցքում, մի շենքում, որտեղ մի կողմից նորմալ մարդիկ են, նորմալ ասենք նամուսով մարդիկ են, մյուս կողմը շենքի մի մասն էլ, ասենք ասենք, LGBT աննամուս մարդիկ են ապրում։ Հիմա մենք գնում ենք այնտեղ, այս նամուսովների հետ նստում խոսում ենք, այդ նամուսովները ասում են, աղբետ ջան, աղջիկա տերես, տղու տերես, արի մեր հետ ընկերություններ, մենք ունենք sense կանոններ, մարդասիրական, էս, ասում ենք հա։ Հետո այդում են մեզի տենում են բանը, LGBT-ների հետ նստած բան։ Մեզ ասում են, այ տղա, ինչ գործ ունես դրանց հետ։ Մենք բալանսավորված քաղաքականություն ենք վարում։ Արա ինչ բալանսավորված։ Գնացել ես, մտել ես Շանխայյան, համագործակցության որջը։ Դու ասում ես ինչին ես բալանսավորում։ Ասում ես ես որ ձեր հետ կնստեմ նամուսով կլեմ, բայց որ այդ ամանդե, որ ասեն գիտես մարմինդ պետք է տաս մեզի, կտամ հիմա, դուք չեք իմանա։
Դուք հասկանում եք, որ մենք պետք է դիրքորոշվենք։ Պետք է դիրքորոշվենք ու դա ախուսափելի է։ Ինչքան էլ ուզում եմ սուտի, սենց ասենք, Նիկոլ սուտի, սենց ասենք, կանոնիչը վեհապար հակամարտություն ստեղծեն, մարդկանց կիսեն, ինչքան գալու է այդ պահը։ Բայց ես ցավում եմ մի բան, որ հենց այդ պահը արդեն պատասխանատվությունը կրելու պահը, որ եկավ, մենք պատրաստ չենք լինելու, ոչ քաղաքապաշտպանությամբ, ոչ մեր քաղաքական, ասենք, հստակ դիրքորոշումով։ Այ, հիմա տեսեք, Նիկոլը նաև երկրորդ նապաստակը կա սրա մեջ։ Նիկոլը նաև սրանով ապահովում է անձամբ իրան, ոչ թե Հայաստանի շահերից, որ առաջնորդվել, ինքը հստակ ուժեղի կողմը կլներ, սենց ասենք, գոնե լավ ոչ թե մարդկային կամ ժողովրդավարության եւ քաղաքակիրթ աշխարհի, այլ գոնե լավ ուժեղի կողմը, լավ հստակ ուժեղի կողմն եղի։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները իր հզորությամբ, անկայն հզորա, որ Իրանից հետո գալացող 10 ուժեղագույնների պոտենցիալը որ գումարես, Ամերիկայի Միացյալ Նահանգների չափ չկան։ Նայ գոնե այս անասնական բնազդը աշխատեք մարդու մեջ, առասիրեսնի ուժեղ է թմնդե, թեկուզ վատնա, շատ վատնա։ Այսօր, ով շահարկում է Թուրքիայի նատոյի անդամ լինելը, այդ Թուրքիայի նատոյի անդամ Թուրքիան Ռուսաստանի հետ այս 400-ներ էր առնում, դու չգիտես ատոմակայանա կառուցում Ռուսաստանի հետ, դու չգիտես Ֆինլանդիան այդ նույն բանն անում էր, Նորվեգիան, Շվեդիան անում էին, չէին անում, գիտեք ինչի, ճիշտ է իրանք նատոյի անդամ չէին, ես վերջերս ընդունվեցին, բայց հետ պետությունները ասում են բարբարոսների հետ ինչ գործ ունենք։ Հիմա նատոյի անդամ լինելը դա ժամանակին էր ակտուալ, երբ որ կար սովետական բլոկ եւ սովետական բլոկի դիմացերը Թուրքիան ընդունվել այդ բլոկի մեջ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից շոհվում, սենց ասենք։ Այսօր Թուրքիան կորցրել է իր ակտուալությունը։ Մենք ասում ենք, ունեցեք քաղաքական հմտություն, համարձակություն, այդ դերակատարությունը դուք վերցրեք ձեր վրա եւ Թուրքիան փլուզվելու է վարկանական, որովհետեւ նման Թուրքիա պետք չի արևմուտքին, ոչ արևմուտքին, ոչ Ամերիկային։ Իրանց պետք է քայքայված հակամարտկային այդ ռեժիմը հավատացեք, հենց այն պահին, երբ որ մենք մեր դիրքորոշումը դեպի Ամերիկա վերցրեցինք, ուրեմն Սևրի պայմանագիրն էլ է բարձրանալու, քրդերի հարցն էլ է բարձրանալու, հողերի հարցն էլ է բարձրանալու, Նախիջևանի ու Արցախի հարցներն են բարձրանալու, ամեն ինչը բարձրանալու է։ Բայց դու ասում ես, չէ, աղբեր ջան, մեր ռուսնա, դավաճանել է, Արցախը տվել է, ոչինչ։ Դե չէ, ինչ որ հիմա այս վերջերս խոսում են Եվրամիության անդամակցության մասին։ Շատ բան են խոսում, Վրաստանի հիմա էլ էին խոսում, արդեն մի ոտով Եվրամիությունում էր։ Ինչ արեցին։ Իվանաշվիլին իրանց այն թաքնված ական են, խոտի տվեցին վերջացրին։ Իսկ Հայաստանը լիքն է թաքնված ականներով։ Թաքնված չէ։ Մենք պարզ ասում ենք, բացահայտ ականներ են։ Անդիմությունը պարզ են ասում Ռուսաստանը չլի, մեր պապանա մենք կորացենք։ Այսօրվա իշխանություններ կարծես թե խաղում է արևմտամետ, բայց մի հատ արևմտամետ քայլ չի արել, չկա, չկա։ Որն է այդ քայլը, որը կարող է լուստրացիան։ Մի անգամ առիթ եղավ, ես ասեցի, թող ինձ նշանակեն քաղաքապաշտպանության կոմիտե ստեղծեն եւ դրա ղեկավարը։ Դուք տեսեք շատ կար ժամանակամիջում եւ իհարկե համապատասխան ֆինանսը։ Դուք տեսեք ինչ կան մարդկանց մեջ ոգևորություն կմտնի իրանց պաշտպանված լինելու տեսանկյունից։ Ինչքան մենք քայլեր կանենք։ Հիմա ես նորից եմ ասում։ Եթե այդքան դու ասում ես, էսի այն կարկալույց այն իրա քերու կնոջ հետ այն իրա հորոխբոր կնգա հետ այն ես իմում հետ այն ես իմ սաղ աշխարհի հետ այս ես չգիտեմ դրանց այդ ինձ հետարքի չի։ Բայց դու մեղադրանք ես չի առաջադրում։ Դու մեղադրանք առաջադրի, որ Ռուսաստանի գործակալը եւ այդ հոդվածով դատի, ուղղակի դատի։ Ինձ նշանակեք լուստրացիայի հանձնաժողովի նախագահ փող վարչապետի կարգավիճակով։ Ու դուք կտեսնեք մեկ ամսում ինչ կկատարվի։ Այն տեսել եք ամպերը, որ սև գորգորում են, այն անձրևը թափում է կայծակ բան։ Մեկ վարկյանում այդ ամպերը կգնան ու լույս աշխարհը կտեսնեք։ Մեկ ամսում, դա շատ եմ ասում, ես զապասով եմ ասում։
Պինոչետը գիտեք ինչ արեց։ Մենք ունենք այդ հնարավորությունը։ Չէ գործող այսօրվա դրությամբ, չէ գործող Հրազդան ստադիոն ունենք։ Պինոչետը բոլոր ազգի թշնամիներին ստադիոնը լցեց դրանց։ Այն նույն բանը ես կանեմ։ Հրազդան ստադիոնի բոլոր մուտքերն ու ելքերը կբետոնապատեմ եւ ուղղաթիռով կիչացնեմ այդտեղ։ 500 հոգիա, 1000-ը, 2000-ը։ Եվ մինչ գովազդի դուրս գալը ինչու չի անում դա Փաշինյանը։ Որովհետեւ ռուսական գործակալության ցածի անդամ է։ Որովհետեւ մարդիկ կան կիսատ պրոտ են խոսում, այն էլ փորձառու քաղաքական գործիչներ են։ Որից մեկը պարոն Հայրիկյանն է, շատ մեծ հարգանք ունեմ այդ մարդու նկատմամբ, բայց չգիտես ինչու ինչ-որ ասում է կիսատ ասում։ Չգիտես ինչու, ես չեմ կարող հասկանալ։ Մարդը ասում է Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը նույն մանկապարտեզից են։ Որ մանկապարտեզից անունը։ Տեսել եք այն Три մուշկետորը կինոն, այն Միլեդիին, որ ասում է իմը Միլեդի, իմը։ Պարոն Հայրիկյան, անունը, մանկապարտեզի անունը KGB։ Եվ դրանք չեն միայն այդ նույն մանկապարտեզից։ Ռոբերտ Քոչարյան, նախկին բոլոր Գեղամյաններ ու մնացած Վազգեն Մանուկյաններ։ Լավ, մեղադրանքներ եք ներկայացնում, ունենալով փաստեր։ Ես դատախազ չէ, որ մեղադրանք առաջադրեմ։ Ես ասում եմ իմ վերլուծությունները, քաղաքական գործունեությունը դրա մեջ է, որ ասենք նաև մարդու կատարած քայլից ենթադրեմ։ Մեղադրանքը կլինի գիտեք երբ, այ ոնց որ դուք ասացիք, այ երբ որ դուք լինեք վարչապետ, ինչ կանեք։ Այն ժամանակ սաղ արխիվները կբացեն, այդ մեղադրանքը այն ժամանակ կլինի։ Շնորհակալ եմ Գովազդ եմ հայտարարում եթերում ձեր թույլտվությամբ։ Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, հեռախոսազանգ ունենք, անպայման կընդունեմ նաև ձեր հարցերը։ Գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ զրուցում ենք պարոն Գագիկ Սարուխանյանի հետ, Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահի։ Եվ ունենք հեռախոսազանգ։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Այո, բարև ձեզ, Գայանե ջան, առաջին նախ ասեմ շնորհակալություն եւ շատ առողջություն եւ ձեր հյուրին անունը չեմ իմանում, բայց ասեմ մի քանի անգամ առիթ է եղել լսելու։ Բարձրագույն մտածողության տեր անձնավորություն է, ազնիվ եւ նվիրյալ, բայց հարցս հետեւյալն է. եթե առաջատար ուժ է, բայց այդ առաջատար ուժի թիկունքում պետք է ամբողջ ազգը ոտքի կանգնի այդ մարդու հետ, որ միայնակ չխոսի, որովհետեւ եթե մեկի մասին խոսում են, օրինակ Քոչարյանի անունը տալիս Սերժը, ես սարսափում եմ, որտեղ մտածում եմ առաջնորդին Աստված է, մեզ մարդուն հանկարծ վնաս չտան, գիտեք, եւ ցանկանում եմ, որ իրեն շատ առողջություն, հաջողություն, որ այդպես ոգևորված ներվային խոսում է, ոչինչ վատ բան չպատահի։ Եվ հարցը հետեւյալն է, Հայաստան ես բժիշկ չեմ, stage 4 cancer է Հայաստանը, stage 4-րդ։ Ոնց կարելի է այդ stage 4 cancer-ի դեպքում այդ երկիրը փրկել։ Կներեք, էլի ես տխուր նոտայով եմ վերջացնում, բայց ես ցանկանում եմ շատ լավ եւ առողջություն, ամփոփանք եւ չգիտեմ, շնորհակալություն։ Առաջին հարցը ձեր թիկունքում կան ձեզ պաշտպանող ուժեր, որտեվ վտանգ է տեսնում հեռուստադիտողը, երկրորդն էլ 4-րդ աստիճանի քաղցկեղի Հայաստանը արդյոք բուժում կա։ Այո, շատ բարի, ինքը շատ լավ հարցադրումներ արեց։ Հարցը նրանում է, եթե հույսը դնես լոկ պաշտպանության առումով, որ քեզ բան չպատահի, ոչ մեկ երաշխավորված չի։ Ես ուզում եմ բերել մի օրինակ։ Կարծում եմ ոչ մեկին գաղտնիք չէր, որ Վազգեն Սարգսյանի կամ Դեմիրճյանի նման պաշտպանություն ոչ մեկ չուներ, բայց ինչ կատարվեց, այսինքն նման երկրային չափորոշիչներով պաշտպանության մասին մտածելը անիմաստ է, անիմաստ։ Տրամպի նման մարդուն են կրակում, բարեբախտաբար ականջին է կպնում, սենց ասենք։ Մենք տեսնում ենք, չէ՞ ինչ է կատարում աշխարհում։ Այնպես որ դրա համար անհոգ եղեք, իմ պաշտպանը երկնքներն է, եթե հրեշտակները մեկ պահ աչքաթող արեցին, ուրեմն վերջացած է։ Այսինքն ոչ մի պաշտպանություն քեզ չի օգնի։ Լավ։ Երկուս։ Երրորդը, այսինքն այս հարցի շրջանակներում, իմ պաշտպանը հետո էլ դուք եք։ Հենց հայ ժողովուրդն է։ Եթե կա հավանություն, եթե կա այն մտայնությունը, որ ճիշտ եմ խոսում կամ պետք է այս մտքերը զարգացվի, խնդրեմ, միացեք մեզ, եւ մեր կազմակերպությունը հիմնականում գործում է համացանցային կարգով։ Մենք երբ որ որպես համացանցային կազմակերպությունը սկսեցինք, շատերը զարմանում են, ասում են, այ ախպեր, բա գրասենյակը որ դասում չունենք։ Որտեղ գրասենյակը մար գումարապետ, որտեղ մարդիկ ովքեր ասենք սաունաներում իրանց սրբազանների հետ կամ իրանց երրորդ չորրորդ կնանիքի հետ ասենք ժամանակ են անցկացնում 15, 20, 30 հազար դոլար են ծախսում, իրանք ալարում էին 200-300 դոլար ամսական տային, որ ասենք ինչ-որ մի կազմակերպություն, ազգանվեր կազմակերպություն բարգավաճեր։ Մենք ասում ենք հետևյալը. դուք տեղերում ինքնակազմակերպեք, դուք տեղերում օղակներ ստեղծեք, միացեք մեզ, որպեսզի միասնական մենք որոշենք ինչ ենք անում։ Այսօր ցույց տվեց կյանքը, որ համացանցային կարգով կարելի է անգամ իշխանություններ փոխել։ Խնդրեմ, ես վերջերս Մադագասկարում իրանց ղեկավարը փախավ, այսինքն այդ ամբողջ արել են համացանցով։ Մենք ճիշտ ժամանակին ենք սկսել։ Այսօր շատ կազմակերպություններ ունեն գրասենյակ, մտնում ես գրասենյակը, դնում ես 2 հոգի են նստած պրծավ։ Երբ որ ասենք կոչ են անում, որ ասենք ինչ-որ մի հատ հավաք անեն, 15 հոգի են հավաքում պրծավ։ Այսինքն համացանցն է, որ այսօր կարող է իրապես բան անել։ Մենք տեսնում ենք, որ KGB-ն շատ հմուտ աշխատում է, նաև համացանցային բանով, ճիշտ ասած,
ինչ որտեղ նաև իրանց տեսնելով ենք մենք հենց այս քայլը արել։ Մենք տեսնում ենք, տեսեք, կան ազգային գործիչներ, կարծես թե բլոգերներ, բան, խոսում են, շատ ճիշտ բաներ։ Ու ասեմ ձեզ, անգամ Ռուսաստանին քարկոծելով։ Ասում են, իսկ վատ բան արեցին, սենց արեց, սենց արեց, արա 100 հարցա, չէ։ 100 հարցը ճիշտ ասում է։ 101-րդը այն կետն է, որտեղ պետք է մարդկանց ենթագիտակցության մեջ նստեցնի, սվաղի այդ միտքը, որն է։ Օրինակ, շատ հայտնի մի բլոգեր։ Հայաստանը պատերազմում էր Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի եւ Իսրայելի դեմ։ Ռուսաստանի անունը չկա։ Ինքը կարծես թե ազգային գործիչ է։ Այնինչ է Ռուսաստանում ծրագրավորվել էդի։ Ծրագիրը ինքն է տվել։ Իսկ Իսրայելը ձեզ պարզ ասեմ, թշնամի չի Հայաստանի։ Իսրայելը ինքը իր կողմնակիցն է, ոնց անի ինքը սաղմնա։ Մենք այսօր եթե Թուրքիայի հետ պատերազմի մեջ լինենք, մենք այսօր եւ տեսնենք, որ Թուրքիայի հետ ընկերություն է անում ինչ-որ մի երկիր, մենք հաշվի չենք առնում, մենք իրան վնաս ենք տալի, թե չէ մենք մեր պատերազմի տերն ենք։ Բա ո՞ր է Հայաստանի իշխանությունների այդ ճկունությունը, որ այնպիսի քաղաքականություն վարեր, այնպիսի Իսրայելի հետ, այնպիսի դիրքերում ելներ, որ իրանք հենքը դնեն մեր վրա, ոչ թե Ադրբեջանի։ Եվ այսօր ես մի անգամ առիթ եղել է ձեր տաղավարում ասել եմ, որ այսօր վերանայվում է Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների աստիճանը, որովհետև հստակ իրանց մեծ եղբայրը, ասենք ասենք, մեծ չէ, ասենք ասենք հաշկանդամ եղբայրը, բայց տարիքով մեծ ավելի հրեաներն են կանց թե ամերիկացի։ Հստակ ասել են, այ պապի, խելոք վերենգի տեղը տարա նրանց հետ ինչ գործ ունես։ Շո կամաց, որովհետև ստե համաշխարհային այլ process-ներ այդում։ Բայց Իսրայելը հələ հունի մեջ ընկած հələ են հին մանր տոնարով հələ իներցիայի մեջ է, բայց արդեն կարծես թե կանգ առը։ Մենք հենց դրա մասին էինք ասում։ Դուք ինքներդ ձեր ճակատագրին Հայաստան ջան, տեր եղեք, որ կարողանաս այդ process-ների վրա ազդեցություն ունենաս։ Ոչ։ Ռուսը ամեն ինչ կանի։ Դամա Ռուսաստանը որոշում է մեր փոխարենով է մեր թշնամին։ Ռուսաստանը մեր փոխարեն որոշում է, որ պետք է Ադրբեջանի հետ արդեն աղբերել եք։ Որ Ռուսաստանը մեր փոխարեն որոշում է մի մասը, գուցե մի մասը թողենք որպես անկախ Հայաստան, մի մասը տանք Ադրբեջանին, մի մասն էլ հյուսիսային Հայաստան ստեղծենք կամ հարավ Կովկասյան հանրապետություն, Գյումրիի կենտրոնով, հա, ջավախնել կմիացնենք, որ մի հատ էլ Վրաստանի հետ թշնամացնենք Հայաստան։ Էդ ինչ ծրագիր էր։ Հա, շատ հստակ տարբերակներից մեկն է։ Լսել եք այդպիսի ծրագրի մասին, թե պարզապես ենթադրեցիք։ Վերլուծել ենք, հաշվարկել ենք ու որոշակի հայտարարություններից ենթադրել ենք, որը շատ հավանական է, որովհետև մինչ օրս ինչ ենթադրել ենք, ինչ վերլուծել ենք 100%-ով կատարվել է։ Չկա մի բան, որ ինչը մենք ասենք, այսպես է լինելու չլինի։ Հիշում եք այստեղ որ ասացի, չզարմանաք, եթե վաղը մյուսը նաև հյուսիսային Կորեյան դիմի Ամերիկային աղերսանքներով, գիտեք ինչ կատարվեց։ 2 օր անց Կիմ Չին Ինը զանգել էր Տրամպին, ախպեր ջան, այգուցավը տանեն։ Հետաքրքրվեք, այդ բաները մեր մոտ չեն լուսաբանում, ինչու, որովհետև մեզ ուղնուծուծով մցրել են Շանխայյան, եսի մի ինչ բռնատիրական ռեժիմների ակումբ։ Մեզ այստեղ լուսաբանվում է այն process-ը, որ Մադուրոն Վենեսուելայում, որը հանդիսանում է առիթ 300,000 ամերիկացիների մահվան իրանց մատակարարումով նարկոտիկների։ Եվ Տրամպը հայտարարել ասել է դու պատերազմ ես հայտարարել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին տարին 300,000 ամերիկացի է սպանում, ով է քեզ այդ եւ յուրաքանչյուր ձեր կառավարության անդամ մի նարկոկորտելի ղեկավար է։ Դուք պատկերացնում եք ինչ ասում։ Ու Վենեսուելան հանդիսանով աշխարհի հզորագույն, եթե ոչ ամենա, ապա հզորագույններից մեկը նավթի պաշարներով, բայց իրանց ժողովուրդը այնտեղ հացի խնդիր ունի։
Այդ ոնց ասա, ու գումարած դրան, մի հատ նարկոտիկ եք մատակարարում։ Այսօր վերացնելու է։ Ես հիմա ասեմ այդ բռնատիրական ռեժիմների նենգության աստիճանը։ Այդ ինչ ոնց որ մի ժամանակ բաներ գնում, չէ, կոմկուսի համագումարներ կամ այսօր Չինաստանում կամ Հյուսիսային Կորեայում մեկը որ խոսում է 3 ժամ ծափահարում են, չէ, այդ նույն ձևի Մադուրոն անցկացրել է իրանց մոտ ուրեմն համագումար, թե ինչ համագումարեր ազգին, մոտ 4 միլիոն մարդու ինքը զինել է, որ պարտիզանական պատերազմի անցնեն։ Այսօր զենքերը բաժանել է, արդեն բաժանել է։ Որտեղ արդեն ամերիկյան սուզանավերն ու ռազմական նավերը եկե հասել են Կարիբյան ծոցը եւ հասել են Վենեսուելա բան, ու ասել է վերացնելու եմ ձեզ։ Դուք որպես ազգի, իմ ազգին թշնամի։ Եվ տեսեք ինչա կատարվում։ Ինքը այնտեղ հայտարարում է, որ մենք պատերազմելու ենք, մենք կռվելու ենք, մենք էս ենք անելու, մենք այն ենք անելու, մենք սենց, մենք մեր երկիրը կպաշտպանենք, բան։ Իրանց լեզվով, Վենեսուելայի իսպաներեն լեզվով։ Բայց այն ինչ որ թարգմանվում է Ամերիկայի լսողի համար, որը հեռարձակվում անդեր զուգահեռ, ասենք անգլերեն է գնում հաղորդումը։ Գիտեք ինչ է, լրիվ հակառակ բան է։ Տրամփ ջան, այգու ցավը տանում ենք, միշտ լավ ենք եղել, ի՞նչ է պետք քո համար անել։ Անենք ստեղ։ Տեսեք նույն համագումարը տարբեր բան են թարգմանում։ Սա է բռնատիրական ռեժիմի նենգությունները։ Եվ նույն նենգությամբ այսօր օժտված են բոլոր բռնատիրական ռեժիմների ներկայացուցիչներ, Լուկաշենկոն, տեսեք ինչ է խոսում ամերիկացիների հետ, ինչ է խոսում Պուտինի հետ։ Ալիևը ինչ է խոսում ընդե, ինչ է խոսում ընդե։ Կիմ Չին Ինը կամ մնացածը եւ Նիկոլ Փաշինյանը։ Քանի հակասական բաներ ցույց տան։ Եվ դրա անունը գիտեք ինչ են դրել սազանդարները, բալանսավորված քաղաքականություն։ Պարոն Սաղոխանյան, առաջին հարցն էր ձեր անձնական պաշտպանությունը, երկրորդը, քանի որ ժամանակը քիչ է, երկրորդը ծանր համեմատություն ներկայացրեց հեռուստադիտողը, բայց կարծեմ դուք էլ եք այդ համեմատությունը ներկայացրել, 4-րդ աստիճանի քաղցկեղի, այսպես դիագնոզ դրեց նա։ Շատ լավ համեմատություն։ Ես ձեզ ասեմ, Աստծու համար ոչ մի անհնարին բան չկա։ 4-րդ էլ, 5-րդ էլ Աստված ցանկամ մահացած մարդուն է կենթանացնում։ Եթե մենք լինենք հավատով, եթե մենք զինվենք սիրով դեպի մեր հայրենիքը եւ անկեղծ սիրով, այ եթե մենք ոչ թե հելնենք Սազանդարի նման ասենք, վայ, Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ է գնացել, որովհետեւ իրան այդ պահին այդ է պետք ասել։ Եվ չտեսնել, լավ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ է գնացել։ Այդ խոսացողները եւ մանավանդ գիտեք այնպես մարդիկ են խոսում, որ ժամանակին իմ հետ զինակից են եղել։ Ես նույն գաղափարների շուրջ պայքարներ ենք տարել ժողովրդավարության համար։ Այսօր հարց եմ տալի։ Եկեղեցիում կա բան գործակալական ցանց կամ եկեղեցին ինքը հանդիսանում է գործակալական ցանցի մի առանձին վարչություն։ Եթե կա Ոնց եք դուք պատկերացնում դրա մաքրելը։ Ես հարց եմ տալի։ Լավ, Նիկոլ Փաշինյանը շատ սխալ քայլ արել, շատ, որ այդ ձևով չպետք է աներ։ Ինչ ձևով պետք է արվի։ Հարց եմ տալի, այ նայեք, պատասխան չկա։ Այսինքն ով ասում է, որ եկեղեցու դեմ է գնացել Նիկոլը, ինքը բնավ մյուս կողմին չի անդրադառնում, որ այո, եկեղեցիում էլ կա խնդրեմ, դա պետք է լուծի։ Չի ասվում։ Այսինքն դա խղճի կորուստի խնդիր է։ Մենք ազգովի չպետք է այդ խիղճը կորցնենք։ Այդ խիղճը կարող են կորցնել առանձին անհատներ, առանձին կուսակցություններ, առանձին լրագրողներ, ովքեր կախված են ինչ-որ գումարներից, բայց մենք ազգս խիղճներ չպետք է կորցնենք։ Մենք պետք է ասենք այո, խնդրեմը կա։ Եվ այո, Նիկոլը ինչ-որ ուզում անի, այդ խնդրեմը ինքը օգտագործում է, որպես հնարան, ինքը չի կարող օդից հնարած բանի վրա անի։ Ինքը անում է իրական դեպքի վրա, այո, մարդիկ ասում են, բայց ճիշտ է էսի, բայց սխալ ուղղությամբ, կիսատ պռատ, որ ստեղծի հակամարտություն։ Մարդիկ խաբվում են, թե ինքնախաբվելու հակումել են։ Էդել ունեն, այո, որովհետև քաղցր ուզում են խաբված իրանց համար հաճելի է քաղցր ասենք ասենք սուտը արտնանալը եւ երբ է լինելու որ մարդը գիտակցի որ ինքը ցույց տա որ իրեն խաբեն ինքը խաբվի ես մի բան կարամ ասեմ ես Գագիկ Քերոպի Սարոխանյանս ձեզ համար գործիկ արտնացեք եւ փրկվեք վերջին զանգն եմ ընդունում մի քանի վայրկյան է մնացել, այո, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։
Ես պարոն Սարուխանյանի հայացքների հետ լրիվ համամիտ եմ, ինքը ճիշտ է խոսում և ճիշտ փաստարկներ է վերում։ Ես այստեղ Գլենդելում հանդիպել եմ մի քանի կոնգրեսականների և սենատորների, նրանց նույնպես բացատրել եմ, թե որտեղ են մեր շահերը համընկնում ամերիկացիների հետ։ Նրանք ինձ հետ համաձայն են, բայց նրանք մտածում, որ պետությունը պետք է դիմի իրենց, ոչ թե կազմակերպությունները կամ չգիտեմ ովքեր։ Իսկ որ Թուրքիայի հարցը պետք է լուծել շատ արագ, իրանք շատ լավ հասկանում են, որտեղ ինչու ընտրեցին Շվեդիան և Ֆինլանդիային ՆԱՏՕ-ի անդամ, որտեղ Թուրքիայի դերը արդեն սովետական միության դեմ այն ինչ որ պետք է կատարել, դա արդեն վերջացել է։ Հիմա արդեն նոր աշխարհակարգ է ստեղծում, որտեղ իրանք հասկանում են, որ Հարավային Կովկասի հանրապետությունները արդեն Ռուսաստանից կախված չեն լինի, եւ ուրեմն նոր աշխարհակարգի դեպքում արդեն Թուրքիայի դերը լրիվ պակասում է։ Հարց ունեք։ Ուրեմն ես ողջունում եմ պարոն Սարուխանյանին եւ հորդորում եմ շարունակել նույն ոգով այստեղ դեր մրգերի շարունակողները եւ կրողները կան եւ մենք նույնպես պայքարենք այդ բաները։ Շնորհակալություն։ Շատ բարի, նա փաստորեն վերահաստատեց ամեն ինչի մասին ես խոսում էի։ Հիմա տեսեք, մի կարճ օրինակ բերեմ նույն Վենեսուելայի հարցով։ Բայց մեզ 2 րոպե է մնում, ավելի ճիշտ չի, մենք Հայաստանով եզրափակենք։ Եզրափակենք ես։ Համեցեք։ Թրամփը այս վերջի նիստին բանի Նոբելյա մրցանակի, ասենք այդ խորհրդի նիստին Նոբելյա մրցանակը չստացավ։ Ով ստացավ այն կինը Վենեսուելայում, որը հաղթել էր եւ Մադուրոն իրան տարել էր, ասենք ինքը փախել էր Վենեսուելայից։ Այսօր տեսեք, ինչ ասում Թրամփը։ Մենք կվերականգնենք օրինականությունը Վենեսուելայում։ Դա նշանակում է հերթական Կադաֆին Վենեսուելայում, այսինքն անօրինական մի իշխանություն եւ իշխանության կբերեն այդ նույն աղջիկը։ Ես դրա համար եմ ասում, հարգելիս, եթե մենք ազգովի անկախ նրանից մենք Հայաստանում ենք կոնկրետ բնակվում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եթե միապուր լինենք, եթե Ամերիկայի նույն կոնգրեսը, նույն ասենք Ամերիկայի ղեկավարությունը տեսնի, որ մենք դեպի ազատություն տենչում ենք եւ միասնական ենք այդ ուղղությամբ, հաստատ օգնելու է։ Բայց հերոստատիտողը մատնանշեց, ասեց շահերի մենք փորձում ենք հանդիպել, շահերի համընկնում, տեսնենք Միացյալ Նահանգների հետ, բայց նրանք ասում են, դուք չպետք է գաք, պետք է ձեր իշխանությունները գան։ Այ ինքը նաև այդ նշեց, որ կոնգրեսմենները ասեն ձեր իշխանությունն ու չի գալի։ Նույնպես ես ինչի այդ օրինակը բերեցի, Մադուրոն ու չի գնում։ Բայց Ամերիկան այնուամենայնիվ գնում այնտեղ եւ բերում է իրական ընտրված կամ իրական ժողովրդավարական ուժը։ Այսինքն եթե մենք ցույց տանք, որ մենք հենց այդ ազգն ենք, հասկանալ։ Ուրեմն իրանց այդ կոնգրեսմենները կխոսեն արդեն ուրիշ ձև։ Հաստատ եմ ասում, ու որի ապացույցը ես հիմա բացահայտ չեմ կարող ասել, բայց շատ ամերիկյան գործիչներ իմ այդ նույն բանն են խոսում։ Դուք ցույց տվեք միասնական ուժ, բայց ցավոք սրտի ռուսական կայսրության եւ բռնատիրական ռեժիմների ակումբի դեմ պայքարողը այսօր միայն մենք ենք։ Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպությունը, անգամ այն կազմակերպությունը, որ իրենց ազգային են համարում, ազատական են համարում, այդ թեմայից փորձում են Ես ինչ ենթադրություն կարող եմ անել։ Այսինքն դուք ասում եք միասնական ուժ, միասնական կամք պետք է ունենա հայը անկախ նրանից որտեղ է նա բնակվում եւ այսպիսի իրավիճակներ, որոնք այսօր կան Հայաստանում, դրանք միտված են չթույլ տալ այդ միասնականությանը, պարակտել, բոլորը ճեղքումներ մտցնել հասարակության մեջ, որպեսզի միասնական կամք Բայց ես ինչի համար եմ ասում անգամ այն գործիչներ, ովքեր ակնհայտ հակառուսական դիրքորոշում չունեն, բայց իրանց համարում են ազգային եւ այսօր այս ամեն ինչը տենալով լռում են, դրանք էլ պետք է պատասխան տան այդ իրանց լռելու համար, որովհետեւ այդ լռությունը մի քանի հանգամանք ունի կամ հիմար են, չեն տենում կամ իրանք են թաքնված գործակալներ կամ էլ վախում են ուղղակի մարդկային վախ
իրանց կաշվի համար կամ էլ ինչ-որ միտերից մի գումար ստացել են ասել են լռեք всё Սաուխանյան չկա ուրիշ տարբերակ սիրելի հայրենակիցներ ABC TV իմ սիրելի շատ սիրելի հեռուստադիտողներ ցավոք մեր եթերաժամը ավարտվեց բայց ես եւ զանգ եմ տեսնում եւ մեկ ամփոփման կարիք կա եթե դուք ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ձեզ բարի գիշեր բայց ով ցանկանում է շարունակությունը դիտել մեր հարցազրույցի կարող է ուղիղ եթերին միանալ մեր Patreon-ով մեր Patreon-ի էջում ուղիղ եթերը շարունակվում է ձեզ բարի գիշեր ամենայն բարիք Պարոն Սաուխանյան եւս մեկ հարց մնաց որ կուզենայի ամփոփել եւ մեկ հեռախոսազանգ ունենք դուք խոսում եք լյուստրացիայի մասին դա էլ եմ ուզում ձեր միտքը ամփոփ ներկայացնեմ եթե սխալվեմ դուք ինձ ուղղեք դուք ներկայացրեցիք ասեք ահա սպասում էի որ սկսվելու է լյուստրացիան ինչ որ բան սկսել է անել բայց ավաղ տեսանք որ էլի դրանով չվերջացավ Փաշինյանը չի անում իմ հարցին ինչու չի անում կարելի է ձեր պատասխանը այսպես ձևակերպել որովհետև Փաշինյանը վախենում է որ վերջում կդուրս գա ինքը իր վրա շատ լավ վերջում ինքը իր վրա է դուրս գալու այո իհարկե կարծում եք որ կարվի լյուստրացիա եկեք ձեր հարցադրման մի փոքրիկ այլ երանգ տամ շատ լավ կլինի գիտեք ինչ երանգ ոչ թե Ես կարծում եմ եւ սպասում եմ հա Փաշինյանը սկսեց լյուստրացիան ես համոզված եի որ ինքը հին գործակալն է ուղղակի ոնց որ գիտեք ոնց մեկ անգամ եւս ինքս ինձ համար համոզվելու համար Այո բարև ձեզ լսում ենք ձեզ Այսօր ինչ որ կատարվում է Հայաստանում ոչ մի քոչարական այսպիսի խաղերը քոնը անցել արևմուտքից եւ զայնից եւ մոսադից եւ Անգլիայի MIT-ից կատարվում արևմուտքներ որ Նիկոլի Պերեզ եւ արևմուտքներ որ փողա տալիս որ հայկական քիրքերը կրվին թուրքերի հետ Ագակ Մովսեսյանը դրա մասին հաղորդում էր արել որ ինչպես վճարում են հայ պատմականների երիտասարդ որ թուրքերի հետ քիրքերն եւ այդ քիրքերը այսօր գործածում են Հայաստանի մեջ Արևմուտքն է որ Փաշինյանին տարավ Պրագ եւ recognize Արցախը իբր Ադրբեջանի հողը հասկանալի Արևմուտքն է նոտնեյթոն է որ թուղթ են գրել անգլիացիները որ այդ ճանապարհի պետք ունեն իրանք Այս ամեն աղետը դրա համար է լինում եւ Մոսադն էլ ամենն էլ involved են Այս թերհույլն է եպոքովում Հայաստանի մարդ ամեն ազգը ամեն աշխարհը իրանց մարդասպան են ասում Իբրեպ ինքը Հիտլերին ակովում Այս ինչ ամոթ այս ինչ վիճակի հասել է մեր հայրենիքը որ այսպեսի ստախոս մարդը որ հրյաների կողմն է որ ինքը խփում է Հայաստան Ամոթ Իրան Շնորհակալ ենք զանգի համար տեսակետը հակառակ տեսակետն է Այսինքն ամեն ինչի մեղավորը արևմուտքն Արևմուտքը եւ Մոսադը եւ դուք ասում եք որ Իսրայելը չէ Շատ լավ հարց Այսինքն սա հերթական անգամ ես չգիտեմ այս Տիկիննովա միգուցե այն մոլորյալներից մեկն է որ ռուսական նարատիվները որ գծված է հայկական դաշտ ինքը ընդօրինակել է եւ ինչ որ ինքն էլ ունի իր անձնական այսինքն պատճառը, ասենք արևմուտքին չսիրելու, եւ սա կապում է իրար հետ եւ գտնում է որ այս մեր բախտը, որ այս Դե նույնը կարող են ձեզ մեղադրել, ասել դուք էլ ձեր անձնական պատճառը ունեք Ռուսաստանի դեմ խոսելու արևմուտքի Ես ասեմ ձեզ, ես նորից օրինակները շարունակեմ Արևմուտքը չէր, որ 30 բնապահպանների դեմը չառավ եւ մոտ 1 տարի Արցախը պահեց սովի մեջ։ Դա արևմուտքը չէր, դա ռուսական կայսրություններ։ Ասում են դասագրքեր եք Փաշինյանին բերել են արևմուտքը, ոնց որ այս աղջիկն է ասում, հստակ փաստեր դուք չունեք, բայց ես ունեմ։ Ես ես փաստ ասեմ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը այդ քայլ երթը սկսեց, այսինքն այն ժամանակ մոտ 70 օր ես եւ Վալոդյա Ավետիսյանը, Փարայեղ այդ գնդապետը, իմ ընկերը, նստած էինք նստացույց օպերայի հայաթում։ Եվ մեզ մոտեկացավ այսօրվա Ռուբեն Կարապետյանի հայրը, Կարո Կարապետյանը։ Վերջում գիտեք իրեն, Կարո։ Եվ ասեց եկեք միասին բան անենք, ասենք ախպեր մենք ընդհանուր բաներ չունենք, բայց մենք ուզում ենք, չէ՞ որ հին
համակարգը չվերականգնվի, ասի այո։ Եվ այդ առումով մենք անգամ գնացինք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Ինչ է ուզածը։ Ռուբինյան, կներեք Կարապետյան եմ ասում։ Ես ուրիշ Կարապետ Ռուբինյան, Ռուբինյան 1000 ներողություն եմ խնդրում Ռուբինյաններից, որ ազգանունը շփոթել եմ։ Հավանաբար կարող Ռուբինյանի անվան հետ ազգանունն եմ հնչեցրել, 1000 ներողություն։ Եվ ես չկարողացա այն ժամանակ դեր կար Դավիթը, մյուս տղան, ես չէի կարող իրանց համոզեի, կլոր սեղանը, որ այ ախպեր ջան, մենք ոչ թե կոնկրետ անհատի վրա պետք է կենտրոնանանք, որ կոնկրետ այս մարդը չլինի, այլ ասում եք Սերժը, գոնե ասենք լավ սերժիզմը, այսինքն համակարգի դեմ չէին համաձայնել։ Դե հերոսատիտողը ասում է արևմուտքն է բերել Նիկոլ Փաշինյանին։ Արևմուտքն է արել այն ամենը, ինչ հիմա կատարվում է Հայաստանում։ 70 տարի Հայաստանում գործակալական ցանցը արևմուտքին էր ենթարկվում։ Ոչ։ Ռուսական գործակալական ցանցի KGB-ի հետնորդներն են այստեղ իշխում։ Պարզ ասեմ օրինակը։ Երբ որ մենք նշում ենք 34-ամյակը Հայաստանի անկախության KGB-ն նշում է իր 107-ամյակը, այսինքն ռուսական KGB-ն։ Չեն նշում անգլիական մի 6-ի 200-ամյակը, նշում է ռուսական KGB-ի։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը սկզբի մի քանի օրը քայլում էր փողոցներում, ոչ մի ոստիկան չկար։ Եվ այդ ոստիկանների պետը Վովա Գասպարյանն էր։ Եվ ես հույսով եմ պետք չի բացատրել, որ Վովա Գասպարյանը չէր կարա լիներ արևմտյան գործակալ, որովհետև ցանկացած գեներալի կոչում Հայաստանում ստանում են Կրեմլում, երբ որ մարդը գնդապետ է եւ իրան ներկայացնում են գեներալի, Հայաստանում չի լուծվում այդ հարցը, այդ գործերը պապկայով գնում է Կրեմլ եւ Կրեմլում Կրեմլ չէ, Լուբյանկա թե որտե նայում են գործերը, իրանց պապկայի հետ համապատասխանացնում են, նոր քանի ամիս հետո կարող է գան ասեն մերժեցին, կամ ասեն շնորհավորում եմ հաստատեցին, Անգլիայում չեն հաստատում, եւ այդ ամբողջ գեներալիտետը ռուսական գործակալական ցանց է, եւ ինչի համար եմ ես մանրամասն պատմում, երբ որ ոստիկան չկար փողոցներում, Եվ այդ միտինգներին, երբ որ մարդիկ պատշաճ կարգով, քանակով չէին հավաքվում, ես նկատում էի ոստիկաններ, քաղաքացիական հագուստով կայնած արևածաղիկ, այն հայերեն ասած սեմուշկա էին չրթում ու իրար երես նայելով խնդում էին ու ասում էին մերժի Սերժին, կայֆավված էին ելում, այսինքն կենտրոնացված ձևով ռուսական գործակալական գեներալիտետի կողմով հրանք էր տրված ոստիկաններին, շորերը հակած, քաղաքացիական գնան մասնակցեն դա անգլիական բանն է, ցանցն է, ես ինչ միամիտ բաներ եք խոսում, ձեզ թեզը գցել են մի զայրացեք, լավ։ Մեկ էլ ուզում եմ սենց մի բան ասեմ, մենակ այսօրվա բանով չի պայմանավորված, այդ Նիկոլը կոնկրետ այդ նույն ռուսական կայսրությունն է, Լենին Քեմալ պայմանագրով, սա Հայաստանը բստիկ արեն, Նախիջևան, Ղարս, Արցախ, այն վաղտներ էր Մոսադն արեն, այն վաղտել էր անգլիական գործակալական ցանցարը, այսօր Հայաստանում կատարվող այս ամեն ինչը 100 տարի առաջ նախապատրաստած են ականներ, որ ռուսներն էին նախապատրաստել, որ այսենց վիճակում իրանք աշխատացնեն, եւ իրանք աշխատացնում են, եւ ինչքան պետք է մարդ հիմար լի, այսօր նախ արևմուտքին ձեռ չի տալի, ես այդ տեսեք նախորդ զանգողը ասեց, չէ շահերի համընկնում, այո, այսօր շահերի համընկնում կա, Չեմ ասում հայեր այնքան սիրուն աչքեր ունեն, նրանք էլ այնքան բարի են, այո, այսօր մեր շահերը համընկնում է, սա պատմական մի իրավիճակ է, որ մենք այս ատամներով բռնվենք սրանից, ինչու՞մ է համընկնում շահերը, այսօր ռուսական, այդ բռնատիրական ռեժիմի ձեռը աշխարհը կրակն է,
նույն ինչպես նաև Ամերիկա դա կան, դե չգիտեն ոնց վարվեն։ Այսօր դա տապալվում է։ Իրանք թույլ չեն տալու Թուրան ստեղծվի։ Լսեք, չեն թույլ տալու։ Հերթական բռնատիրական մեկ այլ ռեժիմ ստեղծվի։ Այդ առումով մեր եւ ամերիկացիների շահերը համընկնում են։ Այսօր մենք մնացել ենք խաղից դուրս։ Այդ նույն խնդիրները լուծում են ամերիկացիները։ Ոնց անեն, որ այդ Թուրանը չստեղծվի։ Ոնց անեն, որ Չարիքի կայսրությունը էլ ավելի չմեծանա։ Արա բռնվեք է դրանից։ Չէ, Նիկոլե Արևմուտքն է, Նիկոլե էսա, Նիկոլե էնա, Նիկոլե էնա։ Եկավ այդ նույն ամերիկացին քեզ ասեց, Նենսի Փելոսին ասեց, արա ինչ եք ուզում։ Մենք ունենք 3 հենակետ. Ուկրաինա, Թայվան եւ Հայաստան։ Ժողովրդավարությունը պետք է այս կետերում ամրապնդենք։ Արա մարդիկ էլ ասում են ժողովրդավարություն եմ ուզում ամրապնդել։ Չէ, սրանք ասում են, չէ, ռուսական բռնատիրական կայսեր հələ մի հատ էլ հիմա նորից գիտությունը այնքան է զարգացել, որ Պուտինը մինչև 180 տարեկան ապրելու է։ Այսինքն ինքը այսօր 80 տարեկան է, ասա մի քանի տարուց հետո մարդու կյանքը երկարացնի, ինքը 180 տարեկան կլինի։ Այսինքն իմ թորները, ծորները պետք է Պուտինը փառաբանեն։ Այդ եք ուզում արա։ Պարոն Սարոյանյան, ես շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, սիրելի հեռուստադիտողներ, ովքեր մեր զանգահարեցին, ես շնորհակալ եմ նաև ձեզ, ձեր զանգերի, մի բանն է պարզ, համաձայն ենք, թե համաձայն չենք դուք մեր հյուրի հետ, թե հյուրը ձեզ հետ, մի բանն է պարզ, բոլորս ինչպես առաջին հարցին պատասխանելուց ասացիք, մտահոգություններ կան, մենք մտածում ենք լուծումների մասին, ճիշտ է, հարցը այն չէ, ով պիտակավորի, ով վիրավորի, մենք դրա համար չի այս ամբողջը արվում, այս հարցազրույցները դրա չեն միտված են լուծում գտնելու։ Այո, լուծումը մենք գիտենք ու հստակ է, որովհետև ես արդեն կարող եմ հստակ ասել 100%-ով, որովհետև մինչև այսօրս այս արդեն վերջի 3 տարի, որ առնվազն, ինչ մեծ կազմակերպությունը գոյություն ունի, ինչ ասել ենք, կատարվել է։ Ինչ ասել ենք, ինչ վերլուծություն արել ենք, ինչ օգնական, ասենք, ինֆորմացիա ստացել ենք եւ այդ ինֆորմացիայի շուրջ կառուցել ենք մեր թեզերը, կատարվել է մեկից մեկ։ Դա վերլուծություն է, գուշակություն է, մտահոգ լինեն։ Ինչ եք դուք հիմա։ Ես մտահոգ չեմ։ Ես հստակ գիտեմ։ Ինչ գիտեք։ Որ եթե մենք քաղաք պաշտպանությունը գոնե վաղվանի չէ, այսօրվանից, հենց այս պահից չսկսենք, մտավախություն չէ, որ կարող է վատ լինի։ Վատ է լինելու։ Չեմ ասում մտավախություն ունեմ։ Հստակ եմ ասում, վատ է լինելու, զոհերի քանակը շատ է լինելու։ Շնորհակալություն, պարոն Սարոյանյան։ Թող գնա վեհաբար խաղցնի։ Ասում եմ, բաներ սարքել է պետք, ապաստարաններ։ Սաղ Երևանը բետոնի ու արմատուրայի մեջ շինարարություն են անում։ Ով են տերերը։ Վանցյանը։ Մեկը Վանցյանը, մեկը Ալեն Սիմոնյանը, մեկը Եսիմով, մեկը Եսիմով։ Հլնայեք հետևներում ով են կայնած։ Իրանց բիզնեսներն են ու իրանց համար բնավ տեսնել են արա այդ միլիոնները։ Իրանց համար հետարքի չի, նա գուբերնիա կոչվի, վիլայետ կոչվի, թե Հարավ Կովկասյան Հանրապետություն կոչվի, իրանց համար մեկ է։ Թե գուբերնիա կոչվի, իրանց համար մեկ է, մենակ թե շենքերն իրանց լի, իրանք պահպանեն։ Ինչու այդ Նիկոլ Փաշինյանը մտե արդարացի լինենք էլի։ Մտես այս վերջերս բան են անում, Դավիթին, որ Մասիսի թաղապետին, որ կալանավորել են։ Այ իսկականից էլի։ Այդ ոնց է 8 տարի պիտի անցի, 7 տարի պիտի անցի, որ նոր հիշես, որ 7 տարի առաջ հանցագործություն արել, հա։ Բայց ոնց, ես նայ աչքիս լույսը չեն։ Դավիթը նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչ է, որ նախկին համակարգին էլ ես համարում եմ, որ Լևո, Ռոբերտ, Սերժ, դրանք սաղ օտարին ծառայողներ են, եւ իրանց հետ հարիր մարդիկ էլ ինձ համար առնվազն միամիտ տերեր կամ մոլորյալ են, որ իրանց ինքնաարտահայտվելու տեղ են գտել եւ այդտեղ արտահայտվում են, անգամ թղապետ են ընտրվում։ Հիմա եթե հանցագործությունը կատարե, արի ինչի չեք զդատում ժամանակին։ Ես նորից եմ ասում, լուստրացիոն հանձնաժողովը ղեկավար է, մեկ ամսում կմաքրեն սա Հայաստանը։ Պարոն Սարոյանյան, ավարտվել է մեր հաղորդաշարը, շնորհակալ եմ կրկին անգամ շնորհակալություն, որ եկաք, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահ Գագիկ Սարուխանյանն էր մեր զրուցակիցը այսօր։ Զրույցը վարում էր Գայանե Արաքելյանը։ Բարին ձեզ։